Իրական կյանքում անիրական թվացող պատմություններ շատ կան։ Այս պատմությունը դրանցից մեկն է։ 29-ամյա Վրեժի համար շատ տարիներ առաջ ընտանեկան զբոսանքը Ձորի շրջակայքում ճակատագրական է լինում։ Մայրս այթակում է եւ 8-ամսական Վրեժը մոր ձեռքից մոտ 2 մետր բարձրությունից վայր է ընկնում։ Խորը բուժզննումից հետո պարզվում է, ողնուղեղի վնասվածք է ստացել։ Հետևանքում այլևս երբեք քայլել չկարողանալու հեռանկար, իսկ ժամանակի ընթացքում մարմնի դեֆորմացիա։ Վրեժի վիճակը քիչ թե շատ կարող է թեթևացնել վիրահատությունը, որն արվում է Իսրայելում, արժեքը 75,000 եվրո։ Ռիսկը բավականին մեծ է, ասենք, որ ընդհանրապես չկարողանում այդ վիրահատության սեղանից ելնել, կարող անգամ մահանամ այդքան մեծ է ռիսկը։ Դրա համար ինչ-որ ուրիշ այլ ընտրանքային բուժման ձևեր են փնտրում։ Ցավերին Վրեժը դիմանում է առանց դեղերի, ողնաշարը սեղմում է ներքին օրգանները, սիրտ, ստամոքս ու դժվարացնում դրանց աշխատանքը ևս։ Վրեժը դպրոց չի գնացել, ինքնակրթությամբ է զբաղվել, ունի 2 եղբայր, 1 քույր, նա հասկանում է, որ տարբերվում է մարդկանցից ու միանգամայն նորմալ է վերաբերվում շրջապատի արձագանքներին իրեն տեսնելիս։ Մարդիկ կան, որ ինձ տեսնում են, անգամ խաչակնքվում են, հա, դες բանկա չէ, թու աստված հեռու տանի։ Մեզ մարդկանց հոգեբանությունը, վերաբերմունքը, մանավանդ մեր մոտ Հայաստանում տարբեր են, ասենք Ռուսաստանում ավելի սովորական են ընթանում ինպես մարդկանց։ Վրեժի կյանքում ամեն ինչ մի անկնդարթում փոխվում է։ Համացանցում մշտապես ակտիվ Վրեժ Կիրակոսյանն օրերից մի օր տեղադրում է իր մասին հոլովակ, որտեղ պատմում է իր հիվանդության մասին ու հայցում բարի մարդկանց օգնությունը։ Շարունակ զանգեր է սկսում ստանալ տարբեր երկրներից։ Զանգում է նաև նա, Վրեժի ապագա կինը։ Ելենա Բելկինան ցանկություն է հայտնում Վրեժին օգնել։ Հետո տևական ժամանակ ակտիվ շփվում են համացանցում եւ Վրեժը որոշում է վերջինիս հրավիրել Հայաստան։ Երկար սպասված հանդիպումը տեղի է ունենում։ Առաջարկել էի մեծ Սևանի ծովակին, ինչ-որ տնակ վարձեինք, մի շաբաթ տենց Սևանում մնայինք։ Առաջարկը դուր է եկել է, տենց մտածում էր, ուղղակի հնարավորություն էր պետք, տենց աշխատեց մի քանի ամիս, մինչև հունիս ամիսը ու արդեն եկավ ինձ մոտ։ Բայց Ելենան մեկ ամիս մնալուց հետո հասկանում է, որ չի կարող կյանքը կապել հաշմանդամություն ունեցող մարդու հետ։ Վերադառնում է Ռուսաստան եւ ընդամենը 2 օր անց գրում։ Ասեց, որ փոշման եմ, որ գնացել եմ, թվում է, որ առանց քեզ չեմ կարող։ Ու տենց նորից նպատակներ իր առջև դրեց, որ նորից գա Հայաստան ու արդեն դուրս նպատակներով։ Ելենա Բելկինան թողնում է ծնողներին աշխատանքն ու գալիս Վրեժի մոտ։ Քանաքեռի ուղղափառ եկեղեցում զույգը պսակադրվում է։ Հավատալ, որ երբևէ կսիրվի ու կամուսնանա Վրեժն ինքն էլ դժվարանում էր, բայց դա եղավ։ Վրեժի երազը բառի բուն իմաստով կատարվեց։ Սրանից տարիներ առաջ Ելենային նույն տեսքով Վրեժը երազում տեսնում է։ Հուզիչ ու ինչ-որտեղ անհավատալի թվացող այս պատմությանն անդրադառնում են ռուսաստանյան հայտնի հեռուստաալիքներ, այդ թվում ռուսական ՕՐՏ հեռուստաալիքի «Пусть говорят» թոք-շոուն։ Вы смотрите «Пусть говорят». Сегодня в нашей программе мы рассказываем вам историю любви, похожей на сон. Այս հաղորդման ժամանակ առաջին անգամ կայանում է Վրեժի ու Ելենայի ծնողների հանդիպումը։ Հաղորդումը մեծ արձագանք է ստանում։ Վրեժին շատերն են սկսում օգնել թե ֆինանսական ու թե բարոյական աջակցություն հայտնելով։ Հավաքվում է վիրահատության գումարի մի մասը։ Հաղորդումից հետո Մալախովի մոտ «Пусть говорят» շատ մարդիկ են գրում, ասում են, որ ես թեկուզ առողջություն չեմ կարող ինձ կին գտնեմ, էլի։ Դու ճիշտն ես, ինչ ես անում։ Մեր նկարահանման պահին Ելենան անգլերենի հերթական դասընթացին էր գնացել, բայց զանգում էր հետաքրքրվելով սիրելի ամուսնու որպիսությամբ։ Ну давай, боже, помощи тебе, давай. Пока. Ես ու Ելենան խիստ տարբեր ենք, ասում է Վրեժը, երկու առանձին մոլորակ ու հենց դա էլ ըստ նրա օգնում է միմյանցից չհոգնել, սերն ավելի ամուր պահել։ Խնամքի ու հոգատարության պակաս Վրեժը չի զգում։ Ելենան շատ ուշադիր ու հոգատար կին է, նաև լավ հարսիկ հաստատում է Վրեժի մայրը Տիկին Տանյան։ Վարկույտ վագամուկա էլի։ Այդ ինձ համար մեծ նշանակություն ունի, թե գնա հարիվաների հետ խոսա, ես այդ բանը չեմ սիրում։ Ունենալ ֆիզիկական սահմանափակ կարողություններ, բայց անել անհնարինը։ Ընդամենը 1 ձեռքով Վրեժը առանց մասնագիտական կրթության նկարում է մարդկանց դեմքեր։ Մատիտն ու թուղթը վայրկյաններ անց նրա թեթև ձեռքով վերածվում են յուրօրինակ նկարների։ Պատվիրատուներ շատ ունի, հիմնականում արտերկրից։ Իր արվեստով գումար է վաստակում ու ընտանիքի հոգսը իբրև իսկական տղամարդ հենց իր ուսերին է վերցրել։ Լավատես լուսավոր Վրեժը նաև ստեղծագործում է, գնում է ռուսերեն, հիմնական թեման սերն է։ Тело твое, ненасытная сласть, от поцелуя с тобой можно в кому впасть. Ты в объятиях моих буду крепко держать, в ласканиях сладчайших тебя ублажать.
Ապագայի համար Վրեժը շատ պլաններ ունի։ Դե շատ ուզում ենք երեխա ունենանք Աստվածտա։ Դե մի խոսքով ուզում ենք Ռուսաստան տեղափոխենք, ցուցահանդեսներ, իմ նկարների կազմակերպենք։ Ուզում ենք մեր ցույց ասած ուզում ենք շատ կենդանիներ պահենք, դրա համար պետք է բնության ինչ-որ գրկում ապրենք, ուզում ենք փող աշխատենք, տուն գնենք, բնության գրկում կարողանանք մեր ուզած կենդանիներին պահենք։ Ասում են, երբ կյանքում մի դուրը փակվում է, մյուսն է բացվում։ Վրեժին կյանքը զրկեց ֆիզիկական ու արտաքին նորմալ տվյալներից, տալով երկնային ու իրական սեր ապրելու հնարավորություն։ Իմ պայմաններում ես շատ երջանիկ եմ։ Որտեղ ասենք ուրիշ մարդկանց իմ հիվանդությամբ, ես շատ մարդկանց եմ ճանաչում, հենց նույն իմ հիվանդությամբ ասեմ շատ քիչ մարդիկ կան իմ հիվանդությամբ, որ կարողացել են ասենք կյանքի ընկեր գտնեն, կարողացել են ասենք իրենց արվեստով կամ իրենց զբաղմունքով փող աշխատեն, ընտանիք պահեն։ Ասենք իմ պայմանները, որ համեմատում եմ, ես շատ երջանիկ եմ ու շատ շնորհակալ եմ թե Աստծուց, թե մարդկանցից, թե ուղղակի կյանքից, որ կյանքը այնպես է դասավորվում, որ իրոք զգում եմ թե Աստծո հոգատարությունը իմ նկատմամբ, թե մարդկանց։ Վրեժը սիրում է մարդկանց, սիրում է կյանքը, ինքը գտել է իր միակին ու երջանիկ է դրանով, շարունակելու է գրել, նկարել ու պարզապես ապրել։ Անահիտ Հակոբյան, Աշոտ Խաչատրյան, Երևան լրատու։